Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք, սիրված դերասանուհի Ռուզաննա Մանուչարյանն, ով այս շրջանում նկարահանվում է «Գոյամարտ» հեռուստասերիալում մարմնավորելով Էռնային, այլևս չի շարունակի նկարահանումները, հետևաբար Էռնայի կերպարը մոտենում է ավարտին։ Ավարտը մի փոքր տխուր էր, բնականաբար, քանի որ Էռնան մահանում է։ Հեռուստադիտողների մեծ մասը կարծում էին, որ նման ավարտ այս կերպարի համար անհնար էր, բայց եղածը։ Էռնան այլևս հեռուստասերիալում չէ։ Նրա մահը Ավոյի խղճին է, քանի որ նա ամեն ինչ արեց, որպեսզի Էռնան իրեն դժբախտ ու լքված զգա ու իր կյանքն ավարտի ուղղակի պատահական վթարի հետևանքով։ Բնականաբար այս ամենը հեշտ չի լինելու Հունանի համար, նա խելագարվելու է, որովհետև Հունանը քրոջը սիրում է բոլորից ու ամեն ինչից շատ։ Իհարկե խելագարվելը հարաբերական է, քանի որ այս ամենը կարող է վերաճել էլ ավելի մեծ վրեժի Սարգսյանների ընտանիքի հանդեպ, քանի որ այս ամենում իր մեծ մեղքի բաժինը ունի հենց Ավոն։ Հունանը չի կարող տեսնել, թե ինչպես է Ավոն քայքայել իր ընտանիքը։ Իհարկե, այստեղ կարելի է ասել, որ նրանք երկուսն էլ հաղթել են իրար։ Հաշիվը 1-1 է, քանի որ Հունանը սպանել է Ավոյի եղբորը, իսկ փաստացի Ավոն սպանել է Հունանի քրոջը։ Այստեղ ոչ ոք այլևս պարտք չունի մեկը մյուսից։ Ինչպես հեռուստադիտողների մեծ մասն է նշում, ինչպես միշտ պատասխան են տալիս միայն անմեղ մարդիկ, Էռնան ամենաանմեղն էր այս հեռուստասերիալում, բայց վճարեց իր կյանքի գնով։ Ինչ է սպասվում հետագայում, ցույց կտա ժամանակը, բայց որ ամենահետաքրքիրը դա առջևում է, դա փաստ է։ Հունանը, Գրիշոն ու Մանանը հայտնվում են այնտեղ, որտեղ տեղի է ունեցել ավտովթարը։ Բժիշկներն ասում են, որ Էռնային փրկել չի հաջողվել։ Բնականաբար Գրիշոն իր հոր կողքին է, բայց ինչ է զգալու այդ պահին Մանանը, երբ հասկանա, որ այս ամենը կատարվել է Ավոյի թեթև ձեռքով, իհարկե ոչ ուղղակի, բայց նրա մասնակցությունն այս ամենում կա։ Սարգսյանների ընտանիքում էլ ամեն ինչ հարթ ու խաղաղ չէ։ Դավիթը Նարեի հետ է, բայց Նարեն մեծ գումար է վերցրել բանկից, ու քանի որ անընդհատ շեշտվում է այդ գումարի մասին, հնարավոր է ինչ-որ բան տեղի ունենա այդ գումարի հետ ու նրանք մեծ պարտքերի տակ մնան։ Շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում նաև Լեոյի ու Լեայի գծում։ Ինան ամեն ինչ արեց, որպեսզի իր աղջիկը երջանիկ լինի Լեոյի հետ, բայց ինչպես երևում է, երջանկությունն այդքան էլ հեշտ չէ, ինչպես մակունցների, այնպես էլ Սարգսյանների ընտանիքի համար։ Լեոն մնաց միայնակ ու կոտրված տաշտակի առաջ։ Մանանը վերադարձել է Գրիշոյի մոտ, քանի որ պարզեց, որ հղի է։ Բնականաբար այս ամենը նպատակ ուներ, որովհետև նա չէր ցանկանում, որ իր երեխան նույնպես մեծանա առանց հոր ու մոր աջակցության։ Բայց արդյոք Գրիշոյի մոտ վերադառնալը ճիշտ որոշում էր, քանի որ Հունանը տանել չի կարողանում ոչ միայն Մանանին, այլև նրանց չծնված երեխային, ու բնականաբար Մանանին լավ օրեր չեն սպասվում այդ տանը, հատկապես հիմա, երբ Էռնան մահացել է։ Հեռուստադիտողները սպասում են, որ հետաքրքիր զարգացումներ է սպասվում ու Հունանը վրեժ է լուծելու Սարգսյանների ընտանիքից Էռնայի մահվան համար, բայց ով է պատասխան տալու այս ամենի համար, կիմանաք շատ շուտով, այնպես որ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում, Էռնան պիտի նման կերպով ավարտեր իր կերպարը, թե նրա կերպարը պետք է մարմնավորեր այլ դերասանուհի, եթե Ռուզաննա Մանուչարյանն այլևս չէր ցանկանում շարունակել նկարահանումները։ Իհարկե, այս ամենը դեռ ենթադրություն է, հավանաբար Դիանա Գրիգորյանն այդպես էր որոշել սցենարում։ Դե ինչ, գրեք ձեր կարծիքներն ու սպասեք շատ հետաքրքիր նորությունների։